Կիևը լայնածավալ դրոնային և հրթիռային հարվածներ է հասցրել Ռուսաստանի էներգետիկ և ռազմաարդյունաբերական ենթակառուցվածքներին։ Առավոտյան ուկրաինական հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Չեբոքսարիի Պրոգրես ռազմական գործարանում, որտեղ Կոմետա սերիայի ալեհավաքներ ու ռադիոէլեկտրոնիկա է արտադրվում։ Դրանք պաշտպանում են շահեդ դրոնները, Իսկանդեր և կալիբր հրթիռային համալիրները ՌԵՊ միջոցներից։ Զելենսկին հայտարարել է, որ գործարանին հարվածել են ուկրաինական Ֆլամինգո տեսակի հրթիռներով։ Սամարայի մարզում հրդեհ է բռնկվել Ռոսնեֆթ ընկերությանը պատկանող Կույբիշևյան նավթավերամշակման գործարանում։ Վնասվել են մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ, 3 մարդ է վիրավորվել։ Հրդեհներ են բռնկվել նաև Վլադիմիրի մարզի արդյունաբերական ձեռնարկություններում և նավթային ենթակառուցվածքներում։ Ղրիմում դադարեցվել է գնացքների երթևեկությունը, ինչին նախորդել էր Մոսկվա-Սիմֆերոպոլ ճեպընթացի վրա դրոնի հարվածը։ Զոհվել էր մեքենավարի օգնականը։ Սիմֆերոպոլում ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով վնասվել է Սևաստոպոլի պաշտպանությունը 1854-ից 1855 թվականներին Թանգարան պանորաման։ Հայտնի չէ, վնասվել է արդյոք Ֆրանց Ռոբոյի հանրահայտ կտավ գլոխգործոցը։ Против գражданского объекта։ Դա քաղաքացիական օբյեկտի ոչնչացման ևս մեկ բարբարոսական ակտ է, որ իրականացրել է Կիևի ռեժիմը։ Նրանք պատասխան կտան։ ԱԹՍ-ների վտանգի ռեժիմ է հայտարարվել անգամ Սիբիրի հարավ-արևմուտքում գտնվող Օմսկի մարզում։ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել նաև ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող Մարիուպոլ նավահանգստի մի քանի կարևոր օբյեկտների։ Կիևը հայտնել է, որ հարձակումը էականորեն սահմանափակել է Մարիուպոլի օգտագործումը որպես ռազմական լոգիստիկ կենտրոն։ Մոսկվան դեռ չի մեկնաբանել։ Մոսկվայի թիրախում կրկին Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Խերսոնի, Խարկովի, Զապորոժիեի և Դոնեցկի մարզերի էներգետիկ օբյեկտներն են եղել։ Ռուսական հարձակումների հետևանքով 15 մարդ է վիրավորվել Զապորոժիեում և Խարկովում։ Այս ֆոնին Ուկրաինային ռազմական աջակցության թեման շարունակում է մնալ արևմտյան երկրների օրակարգում։ Բերլինը հայտարարել է, որ լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար երրորդ երկրներից արկեր գնելու չեխական նախաձեռնությանը։ Այդ գումարով հնարավոր կլինի ձեռք բերել մոտ 50,000 միավոր զինամթերք։ Գերմանիան մնում է այդ ծրագրի ամենախոշոր դոնորը։ Ընդհանուր ներդրումը 2025 թվականին 1 միլիարդ եվրո է եղել։ Չեխիայի նոր կառավարությունը Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ, թեև մտադիր էր չեղարկել ծրագիրը, համաձայնել է շարունակել այն, պայմանով, որ Պրահան սեփական միջոցներից ներդրում չի անի։ Ուկրաինայի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեղ հռչակագիր է ստորագրել Էստոնիան, իսկ ահա Բուլղարիան դադարեցրել է զենքի մատակարարումը Ուկրաինային։ Պաշտոնական Սոֆիայի գնահատմամբ պատերազմի ելքը որոշվելու է բանակցությունների սեղանի շուրջ և հյուծիչ հակամարտությունում զենքի քանակը այլևս վճռորոշ չէ։ Մեկնաբանելով Զելենսկիի լոնդոնյան այցն ու դրան հաջորդած պայմանավորվածությունները, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատերազմն անվանել է կազինո, որտեղ Զելենսկին գրավ է դրել սեփական ժողովրդի ապագան։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Слава Україні!